Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմագերիները Հայաստանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ԽՍՀՄ տարածք տեղափոխված գերմանացի, ռումինացի եւ հունգարացի ռազմագերիների մի մասը, որոնց ընդհանուր քանակը հասնում է շուրջ 16000-ի, աշխատել է հայկական ԽՍՀ-ում։ Նրանք ներգրավված են եղել քաղաքաշինության եւ արդյունաբերական աշխատանքներում։ Ռազմագերիների ուժերով կատարվել է շուրջ 525 միլիոն ռուբլու համարժեք կապիտալ շինարարություն։ Հայաստանում պահպանված մի շարք նշանավոր ճարտարապետական կառույցներ, կամուրջներ եւ ենթակառուցվածքներ մասամբ կամ ամբողջությամբ կառուցվել են նացիստական ռազմագերիների ձեռքով։ Տեղացիների շրջանում այս շենքերը տասնամյակներ շարունակ հայտնի են եղել իրենց բարձր որակով, որն ընդունված էր անվանել գերմանական որակ։ Ահա այն հիմնական կառույցները, որոնց շինարարության մեջ ներգրավված են եղել ռազմագերիները։ Հաղթանակի կամուրջ։ Երևանի այս կարևորագույն տրանսպորտային հանգույցի հիմնական շինարարությունն ավարտվել է 1945-ին եւ դրանում մեծ ներդրում են ունեցել Ստալինգրադի ճակատամարտից հետո Հայաստան տեղափոխված ռազմագերիները։ Մատենադարան։ Աշխարհահռչակ ձեռագրատան հիմնական շենքի հիմնարկեքի եւ սկզբնական ծանր հողային ու քարե աշխատանքների փուլում մինչև 1950 թվականը օգտագործվել է ռազմագերիների ուժը։ Նաիրի կինոթատրոն։ Մաշտոցի պողոտայում գտնվող այս հայտնի շենքի առաջին եւ երկրորդ հարկերի քարե շարվածք իրականացրել են գերմանացի ռազմագերիները։ Դինամո այժմ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ։ 1940-ականների վերջին մարզադաշտի տրիբունաների եւ հարակից պատերի կառուցման վրա աշխատել են ճամբարի կալանավորները։ Ռազմագերիները մասնակցել են նաեւ բնակելի շենքերի եւ փողոցների շինարարական աշխատանքներին։ Մասնավորապես Փակ շուկայի հարևանությամբ Բաղրամյան պողոտայի սկզբնամասի հայտնի բնակելի շենքը կառուցվել է գերիների կողմից։ Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնի հարակից երրորդ մասի Տուֆակերտ երկհարկանի եւ եռահարկ բնակելի շենքերի մի ամբողջ համալիր կառուցվել է նրանց ձեռքով։ Դեպի մոնումենտ հաղթանակ զբոսայգի բարձրացող ոլորանների հենապատերը նույնպես շարել են ռազմագերիները։ Վերջիներիս մասնակցությամբ կառուցվել են նաև Երևանի Սայաթ Նովա երաժշտական դպրոցը, Երևանի Մաշտոցի պողոտայից Հրազդանի կիրճ ստանող թունելը, Բաղրամյան ու Մաշտոց պողոտաների, Թումանյան ու Նարդոս փողոցների բազմաթիվ բնակելի շենքեր։ Ինչ վերաբերում է մարզերին, ապա Հրազդանի կիրճում գտնվող Արձենիի Լազարև սանատորիայի մոնումենտալ եւ բավականին շքեղ առողջարանի շինարարությունը, որը սկսվել էր մինչ պատերազմը, ամբողջացվել ու ավարտին է հասցվել Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիների կողմից։ Տարածաշրջանի համար կարևորագույն կառույց համարվող Սպիտակի շաքարի գործարանի արդյունաբերական հսկայի հիմնական կորպուսները կառուցել են համար 453 ճամբարի ստորաբաժանման գերիները։ Սևան քաղաքի հոգեբուժական հիվանդանոցի հին մասնաշենքը եւ Սևան Հրազդան կասկադի ստորգետնյա հիդրոտեխնիկական կառույցների մի մասը փորվել եւ շարվել են գերիների ուժերով։ Պատերազմի տարիներին սոսկալի մակարդակի էր նվազել աշխատունակ տղամարդկանց թիվը ու ռազմագերիները աշխատում էին նաեւ հայկական գործարաններում։ Հայաստան են այդ տարիներին տեղափոխվել բազմաթիվ գերմանական արտադրության հաստոցներ, որոնցից օգտվել հաճախ օգնում էին հենց ռազմագերիները։ Նրանցից բարձր մասնագիտացում ունեցողները նշանակվում էին գործարաններում խորհրդականներ։ Աշխատանքային հարթակների թվում են եղել Վանաձորի ջրային խողովակաշարը, Նայրիտի, Արարատի ցեմենտի գործարանները, Արարատի ու Արթիկի կիրի ու տուֆի հանքերը, Քանաքեռի հեկը, Քանաքեռի ալյումինի գործարանը, Կանազը եւ այլն։ Ըստ պահպանված վկայությունների Հայաստանի բնակչության վերաբերմունքը նացիստական ռազմագերիների նկատմամբ եղել է ընդգծված մարդասիրական։ Չնայած պատերազմի հասցրած ծանր վերքերին եւ գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում զոհերի արկայությանը, տեղացիները ռազմագերիների հանդեպ դաժանություն կամ վրեժխնդրություն չեն ցուցաբերել։ Եվ չնայած ճամբարների եւ աշխատանքային խմբերի հսկիչները պաշտոնապես արգելում էին տեղացիներին շփվել կամ սնունդ տալ գերիներին, սակայն վերջիններս հաճախ դիտավորյալ ուտելիք էին թողնում աշխատանքային գոտիներում, որպեսզի գերիները վերցնեն։ Արդյունքում ազատ արձակվելուց հետո շատ գերմանացիներ տարիներ շարունակ գաղտնի նամակագրական կապ էին պահպանում այն հայ ընտանիքների հետ, որոնց տներում աշխատել էին կամ ովքեր իրենց թաքուն սնունդ էին տվել։ Գերմանիայից Հայաստան երբեմն ուղարկվում էին դեֆիցիտային ապրանքներ կամ դեղորայք, որպես երախտագիտության նշան։ Հավելենք, որ Հայաստանի մի քանի շրջաններում պահպանվել են նացիստական բանակի գերի ընկած զինվորների գերեզմաններ։ Դրանցից առավել հայտնիները գտնվում են Գյումրիի Սլաբոդկա թաղամասում եւ Երևանի ծայրամասում։ Երևանի գերեզմանացում թաղված է 275 գերմանացի եւ ռումինացի զինվոր։ Ըստ մոտավոր հաշվարկների, մինչ 1948 թվականին հայտարարված համաներումը եւ նրանց ազատ մեկնումը հետ Եվրոպա, Հայաստանի տարածքում զանազան հիվանդություններից, քաղցից, ծանր աշխատանքից, ինչպես նաեւ գնդակահարությունների հետևանքով մահացել է 1330 ռազմագերի։ Մինչև 1950 թվականը ճամբարների ֆիզիկական լուծանումից հետո
Հայաստանում մնացին միայն այն ռազմագերիները, որոնք ԽՍՀՄ դատարանների կողմից պաշտոնապես ճանաչվել էին ռազմական հանցագործներ։ Նրանց վերջին խմբերն ազատ են արձակվել միայն 1955-56 թվականներին Ադենաուերի և Խրուշչովի բանակցություններից հետո։